Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը փաստացի արդեն ապրում են խաղաղության պայմաններում, մատնանշելով ուղիղ շփումների ընդլայնումը ու առևտրաշրջանառության աճը, այդ թվում ադրբեջանական նավթամթերքի մատակարարումները Հայաստան։ Միաժամանակ նա կրկնել է Բաքվի պահանջը Հայաստանի օրենսդրությունից հեռացնել այն դրույթները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է որպես տարածքային պահանջներ, նշելով, որ դրանից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլ խոչընդոտներ չեն մնա։ Հաջիևը նաև հայտնել է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգներից դրական ազդակներ է ստացել, ըստ որոնց թրիփ տրանսպորտային միջանցքի շինարարությունը կարող է մեկնարկել արդեն այս աշնանը։ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը անդրադառնալով Արգենտինայի սահմանադրությամբ Մալվինասի կղզիների նկատմամբ ամրագրված պահանջին, այն համեմատել է Ադրբեջանի Հայաստանի սահմանադրության վերաբերյալ պահանջների հետ, ընդգծելով, որ սահմանադրական դրույթները ինքնին խաղաղության խոչընդոտ չեն։ 1994 թվականից Արգենտինայի սահմանադրությունը Մալվինասի վերադարձը սահմանում է որպես ազգային նպատակ, միաժամանակ պարտավորեցնելով դրան հասնել բացառապես խաղաղ միջոցներով եւ միջազգային իրավունքի շրջանակում։ Եթե Արգենտինան կարող է պահպանել այդ սահմանադրական դիրքորոշումը, հավատարիմ մնալով դիվանագիտական ճանապարհին, ապա ինչու Հայաստանը պետք է սահմանադրությունից հանի Լեռնային Ղարաբաղին վերաբերող հղումները Ադրբեջանի պահանջով։ Խաղաղությունն ամրապնդվում է դիվանագիտությամբ եւ միջազգային իրավունքի հարգմամբ, ոչ թե պետություններին իրենց սահմանադրական սկզբունքներից հրաժարվել պարտադրելով։ Ռուսաստանը հայտարարել է, որ շարունակում է պատրաստակամ լինել աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, ընդգծելով նաեւ 3+3 տարածաշրջանային համագործակցության ձևաչափի կարեւորությունը։ Էական ներուժ ունի 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակը, որը միավորում է Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը։ Այս մեխանիզմը կոչված է նպաստելու տարածաշրջանային խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը հենց տարածաշրջանի երկրների ու նրանց հարևանների ուժերով, առանց դրսից ապակառուցողական միջամտության։ Մեզ համար կարևոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում։ Ինչպես նախկինում պատրաստ ենք պահանջված աջակցությունը ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, այդ թվում խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման եւ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում։ Այս գործընթացների ճանապարհային քարտեզները պարունակում են 2020-2022 թվականներին բարձր մակարդակով ստորագրված եռակողմ հայտարարություններում։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Եվրամիության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին։ ԱԽ գրասենյակի հաղորդմամբ Գրիգորյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու առաքելության մանդատի արդյունավետ իրականացմանը եւ կարեւորել է դրա դերը ապատեղեկատվության, կիբերհարձակումների եւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում։ Կողմերը քննարկել են նաեւ համագործակցության հետագա ուղղություններն ու փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ Գագիկ Ծառուկյանին պատկանող Multi Wellness շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, տեղեկությունը Ֆակտորիայմի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այո, հաստատում եմ եւ այդ շինությունը կառուցված է եղել համայնքային տարածքի վրա, 60 հոդվածի անօտարելի հողի վրա, կառուցված է խախտումներով եւ համապատասխանաբար պայմանագրի համաձայն կողմերից մեկը, այսինքն Երևանի քաղաքապետարանը խզել է պայմանագիրը եւ շենքը ամբողջությամբ անցել է Երևանի քաղաքապետարանին, դրա վերաբերյալ հետագա անպայման հայտարարություններ կլինեն։ Երբ եք խախտումները արձանագրել։ Խախտումները արձանագրվել են դեռևս, եթե չեմ սխալվում, 1 տարի առաջ եւ տարբեր քննարկումներ ունեցել ենք իրենց հետ եւ լուծումներ այդպես էլ չեն գտնվել եւ այդ լուծումները չգտնելուց հետո արդեն վերջնական որոշումները կայացվել են։ Եվ այս իրադարձությունների ֆոնին այդ որոշումը կայացավ, կապ ունեն, հա, ՀԱՑ-ն մտավ Ծառուկյանին ստուն, քրեական գործեր հարուցվեցին դրա։ Ոչ, կապ չունեն, կոնկրետ հենց այս գործընթացը սկսել է շատ ավելի վաղ եւ այս գործընթացը անկախ որևէ process-ից տեղի է ունենալ։ Եվ ինչ նպատակով այդ շենքը կօգտագործվի։ Այդ շենքը կարծում եմ դեռևս մենք անպայմանորեն կանդրադառնանք հարցին, մենք ունենք այնտեղ մարզվողներ, ում իրավունքները կարծում եմ պետք է պաշտպանենք եւ կարծում եմ նաեւ այդտեղ ինք շարունակելու է դեռևս գործել որպես մարզման կենտրոն, որոշակի արդեն սոցիալական կոմպոնենտներ հաշվի առնելով։ Եվ պարոն Ավինյան, դուք քաղաքական թիմից եք, բիզնեսներում աշխատակիցներն ասում են շուրջ 15000 աշխատակից հիմա չի աշխատում, ինչ լուծումներ եք իրենց առաջարկում։ Ես վստահ եմ, որ բոլոր այն
Ես այդտեղ իհարկե չեմ կարող ասել որտեղ ինչ կոնկրետ խնդիր կա, բայց ես կարող եմ ասել նվազագույնը այն մասով, որի պատասխանատուն Երևանի քաղաքապետարանը, Երևանի քաղաքապետարանը աշխատակիցների հետ կապված որևէ խնդիր չունի եւ աշխատանքից հանելու հետ կապված մարդկանց որևէ խնդիր չունի եւ մենք պատրաստ ենք աշխատել հենց թեկուզ նույն մարդկանց հետ եւ նույն wellness-ը կազմակերպել։ Այսինքն դա կարող է համայնքային, վճարովի մարզասրահ դառնալ։ Ինքը դառնում է հենց համայնքային մարզասրահ որոշակի սոցիալական կոմպոնենտներ։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Արարատ ցեմենտ ՓԲ-ն հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ 23 թվականին դատարաններ դիմել Գագիկ Ծառուկյանին եւ նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով, որի շրջանակում պահանջվում էր նաեւ հօգուտ պետության բռնագանձել Արարատ ցեմենտի բաժնետոմսերը։ Դատախազության միջնորդությամբ դատարանը հուլիսի 15-ին բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։ Հայցով բացի Արարատ ցեմենտից պահանջվում է բռնագանձել նաեւ 75 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, նաեւ ավելի քան 105.8 միլիարդ դրամ։ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում կատարված բացահայտումները հիմքեր ունեն, այսօր ԵՄ թղթակցին ասել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահը։ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում կատարված խուզարկություններով հայտնաբերել էիք, որ խախտումներ կան հարկերը թաքցնելու վերաբերյալ, օրինակ մուլտիվելնեսից դա հերքում են, ինչ կասեք։ Ճիշտ ասած, այդ բոլոր ստուգումները ժամանակին արված են եղել, այդ բոլոր բացահայտումները հիմքեր ունեն, հիմնավորումներ ունեն, հաշվարկներ ունեն եւ ընդհանուր միջև իրանց հետ էլ քննարկված են։ Գներեք շտապում եմ մնացածը հետո։ Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է Լոռու մարզի Ագարակ համայնքի բնակիչներին տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին։ Համայնքի բնակիչները դժգոհել են մշտական աշխատատեղերի բացակայությունից։ Մեզ ասեցին, որ տրանսպորտի խնդիրն է բարդ, առավոտները։ Տրանսպորտի խնդիր ունենք։ Հա։ Հիվանդացել է, երկու ամիս, 3 ամիսա տրանսպորտ չունենք։ Ինչ եք տեսնում։ Առաջնահերթությունը մեզ ասեցին, որ տրանսպորտի խնդիր կա, Ստեփանավան գնա։ Տրանսպորտի նկարն լրացիայի նաճերի նավինի խնդիր։ Համին աշխատանքները որ անում են, այդ մոտ աշխատանքները հիմնականում սեզոնային։ Կարտոշկա, կոթունց։ Նու ասենք հիմնական աշխատանք չունեն, ոչ մեկ։ Չկա ասենք հիմնական աշխատանք։ Եթե կարենան ինչ-որ մի հատ աշխատատեղ ստեղծեն, ես կանյակ ասենք ասեն կովեն կթեմ կամ չգիտեմ ինչ են կանեմ, զբաղվածություն չկա։ Ինչ-որ մի բան որոշենք, ինչ-որ մի հատ աշխատատեղ ստեղծենք։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը տարածվի դեպի Սևծով եւ շարունակում է աջակցել ռուս-ուկրաինական բանակցությունների կազմակերպմանը։ Անկարան մտահոգված է Սևծովում լարվածության աճով, հատկապես այն պայմաններում, երբ Ուկրաինան եւ Ռուսաստանը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել ծովային թիրախներին։ Այս իրավիճակը ստիպել է Ռուսաստանին սահմանափակել նավարկությունն Ազովի ծովում, ինչն արդեն ազդեցություն է թողել համաշխարհային հացահատիկի շուկայի վրա։ 21-րդ դարում որևէ բացատրություն չկա, թե ինչու Եվրոպայում պատերազմը պետք է շարունակվի 5 տարի։ Խաղաղությունն այսօր առավել քան անհրաժեշտ է։ Թուրքիան պատրաստ է շարունակել միջնորդական ջանքերը եւ կրկին հյուրընկալել ռուս-ուկրաինական բանակցությունները։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը հայտարարել է, որ Իսրայելի կառավարության որոշ անդամներ փորձել են ազդել ամերիկյան հասարակական կարծիքի վրա Իրանի հետ պատերազմի դադարեցման շուրջ Վաշինգտոնի քաղաքականությունը փոխելու նպատակով։ Ես առանց որևէ կասկածի գիտեմ, որ Իսրայելի կառավարության ներսում եղել են մարդիկ, ովքեր ցանկանում էին, որ ռազմական արշավը շարունակվի եւ փորձում էին ազդել ամերիկյան հասարակական կարծիքի վրա։ Նման փորձեր անում են բազմաթիվ երկրներ, թե դաշնակիցները, թե հակառակորդները, եւ դա ինքնին ինձ չի զարմացնում։ Սակայն նախագահ Թրամփը անկախ որևէ արտաքին ազդեցությունից համոզված է, եւ ես լիովին համաձայն եմ նրա հետ, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Reuters-ի փոխանցմամբ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ Իրանի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները չեն լուծում Թեհրանի միջուկային եւ բալիստիկ հրթիռային ծրագրերի հետ կապված հիմնական մտահոգությունները, իսկ Իսրայելի վարչապետի գրասենյակը դեռևս չի մեկնաբանել Վենսի հայտարարությունը։